կադրային փոփոխություններ են վարչապետից հետո նախարարներ նշանակում է սպասում նախ ձեր եւ ձեր նախարարի մասով ինչ նորություններ կան։ Երբ որ կլինեն հրամանագրերը կիմանանք։ Խոսվում է, որ Վիգեն Սարգսյանին են նշանակելու արտգործնախարար նախարարության մասին կան տեղեկություններ։ Երբ որ լինի նշանակումը կիմանանք։ Երբ է լինելու մոտավորապես։ Դա նախագահի լիազորությունն է, ինքն է նշանակում անում։ Ինչպես է վերաբերում Էդվարդ Նալբանդյանի գործունեությանը։ Տվյալ պարագայում, քանի չկան նշանակումներ, ես որևէ մեկնաբանություն չեմ անի։ Խաղաղ Քոչարյան, բանակցություններից Ղարաբաղի հետ կապված ինչ կարող եք ասել տևական ժամանակի լրություններ։ Գիտեք, ըստ էության այն հանգամանքը, որ Վենայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի չեն կոչվել, հենց դա էլ պատճառն է, որ իրականում բանակցային գործընթացում բուն արդեն չի կարող լինել առաջընթաց։ Այնպես որ ամեն ինչ կախված է այդ պայմանավորվածությունների կյանքի կոչելուն։ Տենց չի ասվել։ Պարոն Քոչարյան, նաև տեսակետում նոր վարչապետի հետ կապված, որ դրսի կադր է, այսպես ասենք, համաձայն եք այդ տեսակետին։ Ինչ է նշանակում դրսի կադր է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչ է նշանակում հանրապետական չի, եթե հանրապետականի ցուցակով անցել էր ժամանակին մեր Երևանի ընտրություն, հիմա էլ է քաղաքացի է եւ չի դադարել լինել քաղաքացի։ Գիտեք ինչ, դինամիկ փոփոխությունների մեջ է ամեն ինչ, շատ արագ ամեն ինչ փոխվում է, իհարկե շատ կարևոր են այդ զարգացումները, հատկապես Իրանի մասով, այստեղ մենք շատ անելիք ունենք, ինչ վերաբերում է այն իրավիճակին, որը տիրում է Սիրիայում, ապա բնական է մենք դրան ուշով հետևում ենք, վերջերս ոնց որ հույս է առաջացել, որ հնարավոր է այնուամենայնիվ, որ այն ալիքը, որը որ կա, բռնությունների, ռազմական գործողությունների կարող է նվազել եւ նույնիսկ դա Աստված գան համաձայնության եւ դադարեցնեն կրակը։ Բայց դա դեռևս միայն հույս է, չնայած դրա համար կան լուրջ նախադրյալներ։ Մենք երևի ամենաշահագրգիռ պետություններից մեկն ենք, որովհետև այստեղ ունենք հայ համայնք, այստեղ ունենք շատ լուրջ խնդիրներ։ Պարոն Քոչարյան, եթե ձեզ փոխնախարարի պաշտոնից նկատմամբ Թուրքիայի նկատողները կոնկրետ գործողություններ, որտեղ մենք բավականին բազմահաց համայնք նոր խնդիրներ չի առաջացնում մարտահրավեր մեզ կա։ Որտեղ։ Կոնկրետ Հալեպում։ Ես հենց դրա մասին եմ խոսում, որ մեր համար դա շատ ցավալի խնդիր է, շատ ցավալի հարց է, եւ ես նորից եմ ասում, այն համենայն դեպս Ռուսաստանի եւ Ամերիկայի միջև այն բանակցությունները, որոնք կան, հույս են ներշնչում, որ կարող է պատահի այնուամենայնիվ այդ բռնությունների, այդ ռազմական գործողությունների եկեք նորից ճիշտ հասկանանք, մենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավորինս սատար կանգնենք մեր հայ համայնքին։ Գաղտնիք չի, որ միակ հյուպատոսարանը, որը գործել է այս բոլոր տարիների ընթացքում, դա միայն Հայաստանն է, որ պահպանել է իր հյուպատոսին եւ իր գործողությունները կատարել է։ Պարոն Քոչարյան, եթե նոր վարչապետը չցանկանա ձեզ տեսնել կառավարության բազում, հնարավոր է նորից ընդդիմադիր ճամբարում ձեզ տեսնել։ Գիտեք ինչ, եթե ձեր նպատակը ինձ վիրավորելն է, դա ձեզ չի հաջողվի։ Ես իմ կենսագրության համար եմ պատասխանատու, իմ գաղափարների համար եմ պատասխանատու, բայց ոչ ձեր առջև։